համոզված եմ, որ եկեղեցականներից էլ հարց կտակ։ Քանի որ համախմբվածությունից խոսեցիք, պարոն Միքայելյան, ձեզ համար ընդունել այս վերջին օրերին տեղի ունեցողները եւ արդյոք դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանին, որ հայտարարել է Ես կուսակցության անդամ եմ, երեք տեսակ հովանավանում ինձ եւ դիմավորեց ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ ինչ էր պարոն Միքայելյան։ Այդքան կուսակցական կա հովանավանում։ Հա, ախր տինում եք։ Դու որ լրատվականից ես։ 24-ից միկրոֆոնի վրա գրված է պարոն Միքայելյան։ Հա, չեմ նայ, ախտեցի եմ ոչ։ Արարածոտնի մարզից, Շիրակի մարզից, Տավուշից, Լոռուց, բոլոր վայրերից կուսակցականները բերվել էին։ Դա դուք Ես իսկան ժամանակ այդ կուսակցության մեջ եմ, ես երբևիցե չեմ Փաշինյան թույլ տվել, ասեմ մարդ հավաքեք բերիքստե։ Մարդիկ կարող է մի քանի հոգի տարբեր մարզերից եկել են։ Մեր մոտից էլ են երկու տղա գնացին, քրոջ տղին գնացին, դա ի՞նչ կապ ունի, ասելին եկեք։ Չէ, դուք ասում եք եկել էին աջակցում եք, Ընդհանուր դու ներքին ժողովրդի, եկեղեցու բնակվող ժողովրդի, այդ գյուղում բնակվող ժողովրդի կարծիքը նայեք ոչ թե երեք նորից հավաքելին բերելին։ Դու այսքան ժամանակ լսել ես, որ մեկի է այս կուսակցությունը հավաքանի, ասեք ստեղ եկեք հավաքենք այդան։ Էդի մոռացեք, մենք հենց այդ բանը պետք է վերանա մեր երկրից։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենանք, ապագա ունենան մեր սերունդները, մենք պետք է հասկանանք, համեն մեկս մեր դերակատարություն ունենա։ Մի տեսակ այդ փնովելու, ասելը հեշտ է, հաստալ հեշտ է, բայց ընդհանուր գործին օգուտ չի տա։ Պարոն Միքայելյան, գալով իմ հարցին, դուք կիսում եք այդ տեսակետը եւ անձամբ մասնակցելու եք։ Հարցերին չեմ պատասխանում։ Ուղիղ ես էլ ուղիղ քեզ պատասխանում եմ, ինտասյոն հարցերին չեմ պատասխանում։ Ձեր տված հարցը։ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին հայտարարել։ Հայտարարելը լավ արել, դա ին խնդիրն է անձնական։ Դուք ինչու՞ համար։ Դեր վարչության նոր կազմում չընտրվեցի։ Հա, իրավաբան։ Նաև չեք մասնակցում նիստերին նկատում եք։ Լսեք, եղել է ազատ արդար ընտրություն։ Ես չեմ անց, հետո ինչ մի տրագեդիա։ Եթե դու ծանր ես տանում, ես ծանր չեմ տանում։ Հենց ժողովրդավարություն դրա մեջ էլ է։ Մենք մեր օրենսդրությամբ ԿՊ-ի կանոնակարգով 15 հոգին պետք է լինին տղամարդ, 5 կին։ Մի այդ վերջի ես հարավել ձայն եմ օգե, բայց օրենքով պետք է զիջեի տանը, զիջել եմ։ Ես ինչ եք այդպես ծանր տանում, ես նորմալ եմ տանում։ Ծանր չեք տանում, Դե, որ ծանր չտանի հարց չէ։ Չէ, ընդհանրապես նիստերին չեք կայանում։ Ինչ նիստ։ Վարչության նիստերին, նախաձեռնող խմբի նիստերին։ Ես այն ժամանակ էլ շատ հարց չեմ մասնակցել։ Շատ հազվադեպ է։ Վարչության նիստերին։ Մենք գրեթե միշտ ներկա ենք լինում եւ Չերով չեմ մասնակցել։ Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի եւս գնալու է Հովանավանք եւ մասնակցի։ Դուք լինելու եք այդ։ Իրան բարի ճանապարհ։ Ես այսօր տեսեք, մենք եկել ենք այսօր առավիտ մեր երկրի վրա նման բան կատարվել, որ Վազգեն Սարգսյան Կարենցյան մնացած մեր պետական այլը որտեղ գնդակահարվան։ Ազգային ժողովում իրանց իշխանության օրոք։ Դուք եք սա մոռացել եք։ Սատանեք եկել ազգի գործանուններից հոկտեմբերի 27-ը, որը մենք կամաց հետ հասկացանք, նոր ենք հասկանում։ Հիմա ես չեմ ուզում, տեսեք, չեմ թողել խառնվի քաղաքականության։ Ես լինելով կուսակցության անդամ, վարչության անդամ, հիմնադիր անդամ, ես 12 թարտարեր համագումարին ասել եմ, որ երկրապան քաղաքականությամբ չի զբաղվելու։ Երկրապան չի կարելի թե մեկի կցոր դառնա։ Եվ այսքան ժամանակ լսել եք, տեսել եք մի բան, որ ես օրինակ ընտրությունները բանա, ես կանչեմ մեկի, ասեմ երկրապահից գնացեք ես մարդ համար աշխատեք։ Ես որ ասում եք դուք չանցաք վարչան, ես իմ վարչային բաժանմունքի նախագահներին, վարչան անդամները ես ոչ մեկի չեմ ասել օգնեք։ Ես բաների էլ չեմ գնացել հանդիպումների ժողովրդի հետ։ Ինչի՞ ժողովուրդ կարևոր է։ Կարևորը նրա, որ ես տեխնացու եմ, ես չգիտեմ։ Պիտի ընտրեն, չեն ընտրում։ Կարևորն է, որ ընտրությունը գնացել է պարզ արդար, թափանցիկ։ Պարոն Միքայելյան, դուք նոր հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնում եք, որովհետև ազգային ժողովի նախագահը մասնավորապես չի բացառել, որ հնարավոր է նոր հոկտեմբերի 27 տեղ ունենա։ Հոկտեմբերի 27 տեղ ունեցավ, բայց վարչապետին չխփին։ Դուք գիտեք ինչ արին, եթե այդ հայրենասերները
որ մտան ազգային ժողով, ջարդին կառավարություն, ջարդին դի Նիկոլ Փաշինյանի հորսեփականություն չէր։ Մեր պետական ինստիտուտներն են։ Իսկ այնտեղ հայ արուն էր թափում, իրանք ստե հայրենասիրություն խաղում, այսինքն ես միշտ ասել եմ, ոնց որ երրորդ ճակատ բացին թուրքերի համար։ Հասկանում եք։ Նման բաներից պիտի խուսափենք։ Եթե չխուսափենք, այդ ժամանակ եթե իրանց հաջող էր մտնի Նիկոլ Փաշինյանին վերացնին, այսօր իրանք կդառին Աստված, Նիկոլ Փաշինյան կներ դավաճան։ Ինքը գործանում, մաքրում է երկիրը, պիտի մաքրվի։ Ես իմ գործը պիտի անեմ։ Ես տեսեք ասում եմ, ինչի՞ չեմ թողում քաղաքականության մեջ մտնի երկրապահը։ Դե մեր սրբերները թուրած գործն անեն։ Ես չեմ ուզում, ես աստվածապաշտ մարդ եմ։ Ես չեմ ուզում այդ բանի մեջ մտնեմ, քննադատեմ կամ իմ կարծիքն հայտնեմ։ Հարաբերությունների մասին եք ասում։ Չէ, ինչ ես դու տանում ուրիշ դաշտ։ Եկեղեցին պետք է մեզի ուղղեր, ոչ թե մենք եկեղեցուն։ Հասկանում եք, դուք պատկերացնում եք ինչա կատարվել եկեղեցում։ Դե ասում եմ փորձում են ուղղեն սրբազաններին կալանավորել։ Տարիներին չին անում։ Այդ մեր սրբազաները այսքան տարին չին անում։ Հետո նայում եք էլի։ Ցանցերով ինչա կատարվում, եկեղեցում ինչա կատարվել։ Դա իմ խնդիրը չէ այդքան։ Եթե Նիկոլ Փաշինյան արդար գործ անում, ժողովուրդը կգնահատի 26 թվականին։ Եթե ոչ, իր գնահատականը չի տա։ Մի դրսող հարցեր, պարոն Միքայելյան, բանակի այս ժամկետները ծառայության կրճատելը 1.5 տարի։ Խոսակցություններ կային, որ նաև կարող է մի օր երկրապահ լուծարել։ Դու թեթև տարեցի։ Երկրապահ լուծարել։ Թեթև դարձավը տանեմ։ Երկրապահ հասարակական մի րոպե։ Դու ել թեթև, վայ։ Մերջանի։ Իմ համար չէ՞ թակ ձեզ խփեք։ Մի արդյոք եթե չեմ։ Լավ։ Մեր ճամբարներում հանգստանում են եւ այնտեղ սովորական ճամբար չի, ռազմամարզական ճամբար է, որ մենք պլյուս դրան էլ մենք ամեն տարի 7-ից 10 հոգի արդեն զինվորական ծառայության տարիքի որ լրանում է, տալիս ենք Վազգեն Սարգսյան են սովորում։ Ու այս տարիների ընթացքում ով երկրապահից զորակոչվելա բանակ ժամկետային ծառայության։ Իրանք արդեն պատրաստի զինվոր են, այնտեղ պետք չի իրան սովորացնել, շարային, չգիտեմ, զենքի ծանոթանալ ամեն ինչ։ Եվ մենք անում ենք։ Աստված մեր երկրին խաղաղություն լինի, ժողովուրդ ջան։ Երկրապահն իր գործունեությունը կշարունակի։ Այսօր մեր խնդիրը դրված է, մենք կարողանում ենք պահել մեր պետական սահմանները բանակի կողքին։ Ընթացքում էլ կպահենք էլի պետական սահմանները մեր բանակի կողքին, ժամանակը ցույց կտա։ Ավարտեցի ես։ Ես էլ եմ շնորհակալ։